Մեկը ինչքան է մենք պայքար ենք ինչ է լինի մենք հետ կգնանք։ Լուրջի դաշը դիտ դու կարծում եք որ գնալու եք մի օր։ Իմաստեղ որտեղ եք եկել տեղը։ Արմավիրում։ Արմավիրում եք։ Ընտանիքով եք եկել։ Այո։ Մի քիչ պատմեք որտեղ եք, ոնց եք։ Ընտանիքում քանի հոգի է։ 6 հոգի ենք։ Շատ լավ ենք ապրում, իսկ իմաստը չէ։ Այստեղ լավ չէ։ Ինչն է խնդիրը։ Արցախում մենք ինչ ուզում էինք, մենք ունենում ենք իստեղ, չէ, մտածում ենք, որ հիմա այդ մենք ունենանք, իսկ հետո ինչ կանենք։ Բայց մեկը ինչ է լինի, մենք կգնանք, ինչքան պայքարենք, պետքա պայքարենք, կպայքարենք ու կգնանք հաստատ։ Կգնանք, մեկը հույս ունենք, որ կգնանք ու կգնանք անպայման։ Այսքան բանի միջով անցել ենք, մենք անկոտրուն չենք, մենք էլի կհաղթարենք այսքան դժվարությունները ու կգնանք հետ անպայման։ Դուք ամուսնացած եք։ Չէ, փոքր եմ։ Եղբայր քույր ունեք։ Այո, Այստեղ Հայաստանում ոնց եք ապրում, աշխատանք գտաք, թե դպրոց։ քոլեջ էին գնում, հիմա դուրս եկան մի քանի պատճառներով, որ տարբերություն էին տնում։ Այո, Երևանում հոկտեմբերանում, շատ են տարբերություն։ Արցախցիներ ձեզ Հա, ուսուցչուհին տենց էր անում, չգիտեմ խի, բայց ասում էր տենց չէ, բայց տենց էր։ դուք այդ խտրական վերաբերմունքը զգացիք դուրս եկաք, մտքի սատ թողեցիք։ Շատ է ուզում շարունակեի, շատ է պայքարել ու եղավ ու մի օր տենց եղավ, չուզեցի գնամ, չկարացա ինձ տիպորով գնամ էլի։ Որովհետև դուք Արցախից էիք։ Ես տենց եմ մտածում, որ տենց եմ, որովհետև ինձ էին տենց առանձնացնում, չգիտեմ խի։ Չեք կարող պաշտպանել։ Չէ, մենակ էի ու չէի կարող մենակ մնայի ես։ Ոնց եք պատկերացնում ապագան, ոնց է լինելու ձեր ապագան, որտեղ եք ձեզ տեսնում։ Կմնաք Հայաստանում, թե Դե եթե գնանք Արցախ, կգնանք անպայման, չգիտեմ երբ, բայց կգնանք ու լավ ապագա։ Եթե գնանք լավ ապագա կլինի մեզ։ Իսկ ստեղ մնալով չգիտեմ ոնց կապրենք։ չեք պատկերացնում, որ Հայաստանում կարող եք ապագա կառուցել։ Չգիտեմ, չեմ պատկերացնում, չգիտեմ ինչ կլինի վաղը կամ այսօրը։ Ձեր անունազգանունը ասեք։ Սվետլանա Գոտանյան, Քանի տարեկան եք։ 17։ Արմավիրում հենց Արմավիր քաղաքում, թե մարզի ինչ որ գյուղում։ Չէ, Արմավիրում հենց Արմավիր մարզում։ Իսկ որ քոլեջում եք սովորում։ Արմավիր գյուղատնտեսական քոլեջներ։ Իսկ սոցիալական վիճակը կարողանում եք հասցնեք, վարձով եք մնում, քանի հոգով եք մնում։ Վարձով ենք մնում, 110,000-ը, դե այս աջակցությունների շնորհիվ տենց ենք մնում, թե չէ որ չլինի չենք կարող ապրենք։ Հիմա դուք գիտեք, որ տենց ապրելից պետք է այդ աջակցությունը կրճատել։ Հա, դրա համար էլ եկել ենք, որ գոնե կարանք ապրենք, տան գոնե որ դրսում չմնանք։ Եթե կտրեն, մենք էլ դրսում կհայտնվենք։